Ուրախություն բոլորիս, կարող եմ ասել մեծ հպարտությամբ, որ առաջինը Հայաստանի Հանրապետությունում, առաջինը Սլավմեդ բժշկական կենտրոնում ներդրվում է ռոբոտային վիրաբուժական համակարգը։ Քանի որ սա շատ մեծ ռազմավարական ծրագիր է եւ ինչպես գիտեք, Սլավմեդ բժշկական կենտրոնը միշտ իր առջև դնում է բարձր նշաձող եւ ձգտում է հասնել այդ ամենին, մենք բավականին երկար ժամանակ պատրաստվել ենք ռոբոտային վիրաբուժության ներդրմանը Հայաստանի Հանրապետությունում, որի կապակցությամբ մեր բժիշկները շարունակաբար վերապատրաստվել են եվրոպական մի շարք քաղաքներում, Չինաստանում, Ռուսաստանում եւ այսօր վստահորեն կարող ենք Սլավմեդ բժշկական կենտրոնում ունենալ այդ ծառայությունը։ Ռոբոտին ղեկավարում է բժիշկը, բայց առանց համապատասխան համաշխարհային կրեդիտավորված կենտրոններում վերապատրաստման բժիշկը հնարավորություն չունի կամ չի կարող ռոբոտով վիրահատել եւ վերապատրաստման ընթացքում սովորենք այն բոլոր նյուանսները, որոնք հնարավորություն կտան մեզ ճիշտ եւ անվտանգ օգտագործել ռոբոտը եւ մեր հասարակությանը, մեր բուժառուներին առավել բարձր որակի բժշկական օգնություն ապահովել։ Այսօր բացառիկ օր է, թե Հայաստանի Հանրապետության համար, թե Սլավմեդ բժշկական կենտրոնի համար ռոբոտային վիրաբուժությունը դա մի մակարդակ է, որը հնարավորություն է տալիս վիրաբույժին իրականացնել նվազին փոքր անցքերից գործողություններ գրեթե ժամագործի ճշգրտությամբ։ Ռոբոտային վիրաբուժությունը ամբողջ աշխարհում լայն կիրառություն ունի։ Սլավմեդ բժշկական կենտրոնում մենք սկսելու ենք ընդհանուր վիրաբուժությունում, ուրոլոգիայի եւ գինեկոլոգիական ծառայություններում կիրառել։ Գինեկոլոգիայում մենք կարող ենք տարբեր հիվանդությունների ժամանակ կիրառել ռոբոտիկ վիրաբուժությունը, ինչպես չարորակ նորագոյացությունները, այնպես էլ բարորակ հիվանդությունների կապակցությամբ կատարվող վիրահատությունը, հատկապես այն դեպքերում, երբ մենք ուզում ենք պահպանել օրգանը, այսինքն հեռացնել մեզ խանգարող խնդիրը եւ կնոջը թույլ տալ նորից մայրանալ կամ առաջին անգամ մայրանալ։ Ուրախ եմ, որ ունենք այդ ներուժը, որպեսզի ներդնենք Սլավմեդ բժշկական կենտրոնում ոչ միայն նոր տեխնոլոգիաները, այլ նաև ներդնելու մեր լավագույն փորձը ի շնորհիվ մեր բժիշկների։